Կիևի կենտրոնում անցկացվել է արդեն 10-րդ Kyiv Pride երթը, որին մասնակցել է շուրջ 5000 մարդ։ Մասնակիցների թվում եղել են LGBT համայնքի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներ եւ վետերաններ։ Երթի մասնակիցները պահանջել են զույգերին տալ իրավական ճանաչման որոշակի ձև, խոստացել ատելության, հողի վրա կատարվող հանցագործությունների պատասխանատվությունը եւ հեշտացնել տրանսգենդեր անձանց իրավական ճանաչման գործընթացը։ Այս տարվա գլխավոր կարգախոսն էր «Մեր ընտանիքները Ուկրաինայի մի մասն են»։ LGBT համայնքը ներկայացնող զինվորականներն ընդգծել են, որ նույնասեռ զույգերը մինչև օրը զրկված են օրինակ հիվանդանոցում զուգընկերոջը տեսակցելու կամ ժառանգության եւ համատեղ գույքի հետ կապված որոշ իրավունքներից։ Որոշ վետերաններ երթին մասնակցել են պատերազմի ընթացքում զոհված LGBT զինծառայողների լուսանկարներով։ Միաժամանակ Կիևում անցկացվել է նաև ավանդույթի երթը, որի մասնակիցները հանդես են եկել ավանդական ընտանիքի եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության կոչերով, հակադրվելով LGBT համայնքի իրավունքների ընդլայնմանը։ Չնայած երկու հակադիր բևեռների ակցիաներին բախումներ չեն գրանցվել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։